Ողջույն գործարալիք եւ լրատվական ռադիոյի հարգելի լսարանին, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեզ մեր թվային հարթակներից որևէ մեկում։ Եթերում է հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում է Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ է հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարի օր, այսօր մայիսի 28-ն է, շնորհավորում եմ բոլոր հայերին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անկախ իրենց ազգային պատկանելությունից։ Շնորհավորում եմ այս պատվաբեր օրը, որովհետեւ եթե մեր անկախությունը միայն լիներ Թիֆլիսի, Անդրկովկասի Սեյմից բաղկացած ու ճարահատյալ, որովհետեւ Վրաստանը սկզբից անկախացավ, հետո իր անկախությունը թուրքերը հայտարարեցին ու ոնց որ ասած ստիպված միանգամից թուրքերի հետ զուգահեռ մերոնք էլ հայտարարեցին անկախություն, դա ճարահատյալ էր, բայց չեղավ մենակ դա, որովհետև արդեն մոտ մի 4-5 օր ավարեր ճակատամարտի երկրորդ տարբերակներ տեղի ունենում, Սարդարապատի ճակատամարտը եւ 28-ին մոտավորապես արդեն հաղթանակը բացահայտ երևում էր, ոնց ոչ թե հայկական բանակային կորպուսը Անդրկովկասի Սեյմի պայմաններում ձևավորված, այ ոնց կամավորները եւ աշխարհազորայինները մի քանի փոքրիկ ստորաբաժանումների, բանակի ստորաբաժանումների, այդ թվում մասնագիտական, ասենք գնդացիրային վաշտի օգնությամբ, իհարկե աշկի ընկավ, ասենք այդտեղ Արցախի պարտիզանական հեծելազոր գունդը, ոնց ջախջախեցին Գալիպոլիում հաղթած անգլիացիներին, անգլիական փառապանց աշխարհը գրաված կայսերական բանակը ջախջախվեց Գալիպոլիում այդ թուրքերի կողմից, եւ թուրքական այն զորամասերը, որոնք ջախջախել էին Անգլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի զորքերը, դա բոլորը անգլիական զորքեր էին ու ասենք մեծ մարտական փորձով եւ այլն, այդ զորքերի հետ հանդիպեցին գրոհող մարտով, հանդիպեցին գրոհելով հաջողության եկան աշխարհազորայինները, ոնց որ ասեցի, եւ կամավորները, եւ մեր անկախության օրը ամրապնդվեց, դառավ ոչ թե ստիպված քաղաքական ակտ, այլ նաեւ ժողովրդի կողմից խփած կնիկ Սարդարապատում եւ Սարդարապատից մինչեւ Ալեքսանդրապոլ ընկած այդ հատվածում ինքը մեծ կնիկ էր այտենց անկախության վերաբերյալ։ Շնորհավորում եմ այդ տոնը, այսօր հպարտանալու օրերից մեկն է։ Իզուր չի, որ ավարայրը հիշեցի, ավարայրը մենք երբ որ նայում ենք ռազմական հաջողություն ու անհաջողության տեսակետից, ինքը հսկայական ռազմական հաջողությունների շարանի վերջում մարտավարական անհաջողություն կարելի էր գրանցել, բայց ինքը ռազմավարական մեծ հաղթանակ եղավ, որտեվ կայսրությունը, որի մաս էր կազմում Արևելյան Հայաստանը, իսկ Արևելյան Հայաստանը այդ ժամանակ Մուշից, Տարոնից մինչև Պարսկահայք այդ ամբողջը ուրեմն Արևելյան Հայաստան էր, ինքը ընդհանրապես դադարեց կրոնական ճնշումների ենթարկվել Սասանյան կայսրապետների կողմից։ Ընդհանրապես ավարայրի ճակատամարտից հետո ինչքան եղել են բաներ, բախումներ, կայսերական իրանական կամ պարսկական կայսերական զորքերի կամ իշխանավորների կամ գուբերնատորների կամ չգիտեմ զորավարների հետ, բոլորը եղել են ոչ թե կրոնափոխության պարտադրանքի պատճառով, հարկերը ես հավաքեմ, թե ով հավաքի, ֆեոդալական բախումներ են եղել, սենց ասեմ, բայց ավարայրի ճակատամարտը սենց մի հատ գիծ քաշեց իրանական պատմության մեջ, որ էլ ոչ մեկին չի փաթաթվի կայսերական կրոնը։ Իհարկե մի քանի հատ բացառություն ա եղել, երբ որ մուսուլմանական, ասենք, մոլերանտ ֆանատիկոս իշխանավորներ են եղել այդ նկարագրածս դեպքից մի 1000 տարի հետո, իրանք փորձել են նաև փաթաթեն քրիստոնյա բնակչությանը կայսրության մեջ մտած
կրոնափոխություն, բայց նույն ձևով իրանք վերաբերվում էին նաև սուննի մուսուլմանների նկատմամբ, երբ որ ստիպում էին շիաների շարքերը մտնել։ Ուզում եմ ասեմ, դա եղավ բան, ոնց որ ասած մի կտոր մեծ 450 թվականներից էսկոմ մի քանի դրվագ ա եղել նմանատիպ ու ընդհանրապես կայսրությունը փոխեց իր ազգային փոքրամասնությունների նկատմամբ, կրոնական, ասենք, փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքը ու դա այդ ոնց որ ասած գիծը քաշեց ավարայրի ճակատամարտը։ Էլի փաստորեն հաղթանակ բերած, ոչ թե բարոյական հաղթանակ, ոնց որ կրոնապետերն էին, ասենք, կամ մեր պատմիչներն էին գրում, ոչ, նա շատ կոնկրետ ռազմավարական հաղթանակի բերեց մարտավարական մեր ոնց որ ասած պարտությունը։ Փաստորեն նաև շնորհավորում եմ ձեզ մի քանի օր առաջ, 2 օր առաջ ավարայրի ճակատամարտի տարելիցը։ Շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ պարոն Վարդանով այսօր այս օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ, որտեղ ցուցադրվեցին նոր գնված վերջերս ձեռք բերված զինատեսակներ, զինամթերք եւ դրանք բոլորը շքերթով անցան Հանրապետության հրապարակում պաշտոնավորների եւ ժողովրդի աչքի առաջ եւ մենք այստեղ բազմիցս քննարկել ենք ընդհանրապես շքերթների, ռազմական շքերթների տրամաբանությունը, դրանց հոգեբանական ներգործությունը եւ էլիտաների եւ ժողովրդի վրա եւ դրանց ուղերձները արտաքին աշխարհին եւ ներքին ուղերձները եւ այսուամենայնիվ այսօրվա կապակցությամբ ուզում եմ հատկապես երևի ուշադրություն դարձնենք ավելի շատ այն ասենց ասած նյութական բաղադրիչի վրա, հա, ինչ ձեռք էր բերվել եւ արդյոք այդ ամեն ինչը ինչը ցուցադրվել էր, արդյոք արժեր ցուցադրել կամ ինչքանով է այդ ամեն ինչը այս պահին ինտեգրված այն ապագա պոտենցիալ պատերազմների տրամաբանության մեջ, որ պետք է տեղի ունենան։ Ուրեմն զրահտեխնիկան ներկայացված չէր կարելի ասել։ Զրահապատ թեթև զրահապատ մեքենաներ էին ներկայացված, զրահապատ տեխնիկա պաստորեն գրոհող մարտերի համար նախատեսված մարտական մեքենաներ խոսքի Բրեդլիա տիպի կամ բանի MP 1 2 3 տիպի այդ տիպի մեքենաներ չենք ներկայացրել, տանկեր, որը այն մեկը կարելի անվանել թեթև տանկ, իսկ կան նաև միջին տանկեր, Ինչ այդ բանը մարտական մեքենաներին կարելի է ինչ-որտեղ անվանել թեթև տանկեր։ Այդ բանը բաստիոնների մասին է խոսքը։ Չէ, ես նկատի ունեմ BMP 1-ը, 2-ը, 3-ը, Bradley-ն, այնտեղ MS-ի ինչը, նմանատիպ մեքենաներին կարելի է ինչ-որտեղ մանավանդ ասենք բաները, այդ թրթուրավոր զրահատեխնիկան, որը տանկից ավելի քիչ հնարավորություններ ունի, ինչ-որտեղ ինքը թեթև տանկերի շարքին է պատկանում։ Ոչ դա տեսանք, ոչ թե չունեինք, այլ չէր ներկայացվել եւ չէր ներկայացվել տանկերը, որոնք որ կարծում եմ ինչ որտեղ ուղերձա աշխարհին, որ մենք էլ գրոհող մարտեր չենք պատրաստվում վարենք։ Ինքը իհարկե ուղերձ, բայց ինքը բավականին սխալ բան է, որտեղ զրահտանկային նաեւ մարտական մեքենաների տեսքով ուրեմն զրահտանկային ուժերը զարգացնելա պետք, սխալ կարծիքա, որ տանկի դարը անցել է, բանը չինական ռազմական, ասենք, գերատեսչությունից ու ամերիկյան պենտագոնից խելացի չլինենք, էլի, ու հիմար չենք, ասենք, թե իրանց ենք հիմարի տեղ դնում, ասենք, չինական տեխնոլոգիապես հագեցված այսօրվա երկիրը, Ամերիկան, որ աշխարհի ամենաառաջատար տեխնոլոգիաները օգտագործում այդ երկրի պաշտպանության համակարգը, ասենք Պենտագոնը, իրենք խաչ չեն քաշում զրահապատ գրոհող զենքերի վրա։ Դուք հիմարությունն է ասել, որ տանկի դարը անցել է, ուրիշ բան, որ զրահի դարը չի անցել։ Զրահապատ տեխնիկայի, մանավանդ արագաշարժ եւ գրոհելու հնարավորություն ունենող տեխնիկայի դարը չի անցել։ Անցել է, ասենք, կատաֆրակտարյաները, որ ասենք Մարկոս Կրասոսին 50-ական թվականներին առաջի դար մեր թվարկությունից առաջ Յուլիոս Կեսարի ընկեր
Մարկոս Կրասոսի գործընկեր, ուրեմն իրան ջախջախեց զրահապատ կավալերյան։ Այսօր մենք սովետական ռազմական մտքի ոնց որ ասած շրջանակներում ենք հիմնականում զարգացել, բայց եթե ուշադիր նայենք, շատ երկրներում զրահա հեծելազորային է, այդ զորքի տեսակը կոչվում, որտեվ ինքը փոխարինել է այդ տանկային եւ ծանր, ասենք, եւ թեթև զրահապատ, ասենք, գրոհող թեթև տանկերը, ծանր միջին տանկերը, իրանք փոխարինել են ծանր հեծելազորը, որը ճղում է առաջնագիծը, խորանում է եւ կավալերյաները ես կարծում եմ ավելի շատ մոբիլ զորամիավորումների մասն է, որ մաքսիմալ մոբիլ են, էլի։ Դա ոչ ծանր հեծելազորը ճղում է, ոնց որ ասած ֆրոնտը ճեղքված կա բացում իր ձիու քաշով, իր զրահապատ մարմնով, ինքը ճղում է, բացում է անցք, հետևից գալիս է հետևակը, ինքը շարունակում է ջախջախիչ գնալ, իսկ հետապնդելու համար փախնող զորքերին արդեն քո ասած հեծելազորն է միանում, փախնող զորքերին հետապնդել արդեն ծանր զրահապատ, ասենք, հեծելազորայինները չի կարա, որովհետև այն մեկը ավելի թեթևակ փախնի իրանից։ Դրա համար այդ տիպի գործողությունների համար արդեն թեթև հեծելազորն է օգտագործում ալյա կազակներ։ Չեմ ասում հենց կազակները այս մի տեղն էին օգտագործել, մոնղոլական հեծելազորը օրինակ ուներ համ ծանր հեծելազոր, համ թեթև հեծելազորը շրջանցելու համար էր, հետապնդելու, նույնը տանկային զրահապատ տեխնիկայի բաներն է։ Ամեն դեպքում, բայց ներողություն, երևի ավելի շատ մասշտաբային հարձակումներ նախաձեռնելու համար են, չէ՞, ավելի եթե դու, ասենք, տեղային պաշտպանության մարտեր ես վարելու, ինձ թվում է տանկ, ասենք, որ գալիս առաջ գալիս կրակում հետ։ Իր մարտական կիրառումը բազմազան է։ Այդ թվում նաև որպես, ասենք, դաշտային հրետանի, այդ քո ասած ձևով, եկավ կրակեց, հետ գնաց։ Բայց խոցելի է դառնում։ Դու եթե ինքը դուրս եկավ, կրակեց, ասենք, դուրս եկավ մի քանի վայրկյան, նշանը միջև այդ որոշված էր ինչին է խփելու, նշանը բռնեց, կրակեց, հետ քաշվեց, մտավ թաքստոցը, ամենը եսի ինչ, ասենք, առաջատար տեխնիկայով հագեցված զենքի տեսակը իրան չի հասցնում խոցի ու ինքը իր գործը կատարում է։ Նաև ոնց որ դու ասում ես, եւ ոնց որ պատմությունը ցույց է տվել մոտավորապես կատաֆրակտարիաներից առաջ դեր ծանր սկյութերի, ասենք, ծանր հեծելազորը, որը թեթև հեծելազորի ոնց որ ասած քթում էր տեղավորված, այդ դրանց ասում էին թագավորական սկյութեր, որովհետեւ հենց թագավորի ախրանան էր դեմից այդ, էլի հենց ինքը ճղում էր, հետևից արդեն թեթելը այդ խնդիրների համար այդ մեծ մասաներով ճղել անցնել բան, դեռ elə տանկը իր գործը ըտեղել է անում։ Ուրիշ աշխատանքներ տանկի համար թեթև միջին եւ բան կարելի ասենք մտածել, բայց հիմա խոսքը տանկային զորքերի ապագայի մասին չի, այսօրվա եւ ապագայի մասին չի, ուղղակի ես ուզում եմ ասել, որ դա չունենք եւ դա ինչ որտեղ ուղերձեր աշխարհին, որ մենք պատրաստվում ենք պաշտպանել մերը, չենք պատրաստվում հարձակվել, դրա բանը ուղերձներից մեկը նաև զինանշանի փոխումն է։ Զինանշանի փոխելը իհարկե գերալդիկայի կանոնների խախտումներով արվել, խախտվել է կանոնակարգային որոշ, ասենք, բաներ, խաչը ձախ ձեռում չի պահվում, խաչը աջ ձեռքում է պահվում, ձախ ձեռը պիղծ ձեռքը, դա արևելքից է գալի, պետք չի մոռանալ, որ քրիստոնեությունը առաջացել է արևելքում, մերձավոր արևելքում, իսկ մերձավոր արևելքում դեռ հին ժամանակներից մինչև այսօր ձախը պիղծ ձեռ է, բարևեն տալի աջ ձեռքով։ Եվ եթե քեզ չեն ուզում անհարգեն, լավագույն դեպքում ավելի ջերմ լինելու համար ձախ ձեռով կարող է ուսիդ կպնեն շորով ծածկված կամ ասենք ձեռքիդ վրա դնեն ոչ թե բաց մարմնի հատվածի վրա, այլ շորի վրա։ То есть ձախ ձեռում խաչը դա խախտում է, դա բավականին լուրջ խախտում է։ Բայց այնտեղ էլի խախտումներ կա, դրան չանդրադառնամ, ահագին ասենք համացանցում բաներ կա։ Մենք փաստացի հետ ընկանք այդ 8 անկյունի օգտագործման հարցում թուրքերը 8 անկյունը որպես իրանց
բանա աստղեր են օգտագործում իրանց Բայց դա ուսադիրներին։ ամեն դեպքում էս տարածքի սիմվոլ է, այսինքն Ես չեմ ասում դա չէ, ասում եմ թուրքերը առաջ են գան։ հա Այդ օգտագործելու հարցում իրանք առաջ են գան, որտեղ իրանք մոտավորապես 20 տարուց ավելի դա օգտագործում են։ Մենք նոր սկսեցինք օգտագործել, փաստորեն մեր մոտ ստացվում է, որ մենք ուժ օգտագործելով ինչ որտեղ նմանվում ենք, չէ՞։ Բայց դրան էլ չեմ ուզում անդրադառնամ։ Համացանցում լիքը դրա վերլուծությունները կա։ Ուղերձը աշխարհին պաշտպանական մարտերի վերաբերյալ ոչ մի դեպքում գրոհող մարտեր չլինել, այս պարադում եղավ նաև պարադի համար այս պլաց բանակի այդ բանը ցուցադրությունը նաև զինանշանի վրայի քարտեզներ քարտեզ իմ սուբյեկտիվ կարծիքով երևի դրա վրա ամենաավելորդ բանը հենց այդ քարտեզի ինքը ավելնորդ է իհարկե ինքը ասում եմ գերալզիկայի կանոններ է խախտվել բայց այդ խախտվելով ասենք եթե խաչին բացատրություն չկա բացատրություն որտեվ պիղծ ձախ ձեռի մեջ դրել ես այն ինչ որ սրբությունը դրան չկա բացատրություն չկա արդարացում մնացած առումներով ասում եմ համացանցում լիքը բաներ կա բացատրող բայց աշխարհին ուղերձի մասին եմ ուզում ասեմ դա այդ քարտեզն է որը որ զինանշանի վրա գտնվելով ռազմական գերատեսչության պատերազմի նախարարության գլխավոր նշանի վրա դրած է քարտեզ որտեղ որ չկա Արցախ չկա ուրիշ ոչ մի հայկական հողակտոր, որը որ օկուպացված է տարբեր ժամանակաշրջաններում, ասենք, թուրքերի կողմից, ինչի մենակ թուրքերի, նաև պարսկահայկը, ասենք, չկա, չէ, ասենք։ Ամեն դեպքում զինված ուժերը կգործեն այնտեղ, որտեղ պետք է պաշտպանել Հայաստանի շահերը, ոչ միայն Հայաստանի տարածքում։ Իհարկե, ես ասում եմ աշխարհին ուղերձը, որ մենք տեսեք, գրոհող զենքեր ցույց չենք տալի նույնիսկ եթե ունենք իրանք մեր մոտ չեն մեծարվում, չեն հարգվում, բանա ստիպված ենք պահում, հաստատ իրան որպես դաշնային արտիլերիա ենք օգտագործելու, այսինքն կրակի հետ գայինք, ոչ մի դեպքում մենք չենք գրոհելու, եւ այդ զինանշանի վրա գերալդիկայի խախտումով տեղադրած Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Գերալդիկան ընդհանրապես այդ թաքնանշան, հա, կարծեմ այտենց հա, այդ թաքնանշանը ինքը ուղերձ է շրջապատին եւ քո զինվորներին քո զինվորը դրանով առաջնորդվում է ասենք երբ որ խաչատենում քրիստոնյա ժողովուրդը կամ երբ որ կիսալուսինատենում մուսուլմանը կամ երբ որ տեսնում է ասենք բուդդայի բանը մոնղոլական ռազմական գերատեսչության ու մի ժամանակ պետությանն էլ կար հիմա չգիտեմ մնացել է պետության բայց ռազմական գերատեսչության վրա կա այդ բուդդայի նվիրված տարբեր sense քարի կառույցներ կա, որը որ ստիլիզացված մոնղոլական ռազմական գերատեսչության բանի վրա կա։ Ինքը ուղերձ է նաև ոչ միայն դրսին, այլ նաև զինվորականներին, որ Աստծո անունով, Աստծո օրհնությամբ ես հասկանում եմ, որ մենք հականատես եղանք ոնց են բանակ գնդերեսներին եւ եկեղեցին թուլացնում իր ներքին քաղաքական շահերը հետապնդելով իհարկե նաև վնաս հասցնելով բարոյահոգեբանական ասենք բանը վիճակին զինված ուժերում, ել չեմ ասում պատերազմի ժամանակ ինչ խնդիրներ ա դրանից առաջանալու, որտեղ գնդերեսները կարևորագույն դեր են խաղում, այնքան կարևորագույն, որ բանը նույնիսկ սովետական միությունը լինելով ապա քրիստոնեական, ապա կրոնական առաջինը դեկապավ քրիստոնեությանը, հետո նոր մուսուլմանությանը, երբ որ արդեն քաղաքացիական պատերազմը մարեց եւ համաշխարհային հեղափոխությունը չտարածվեց մուսուլմանական երկրներում, այդ թվում նաեւ Հնդկաստանում այն հատվածները, որտեղ մուսուլման էր, հիշում ենք, չէ, որ թուրքերի եւ բոլշևիկների համատեղ բանը արևելյան ժողովուրդների բան գագաթնաժողովի պես մի բան արեցին բանը հալածյալ արևելքի ժողովուրդների Բաքվում կարծեմ 20 թվականին էր անմիջապես այդ վերցնելուց հետո Բաքվում սովետական սրակարգը դա արեց եւ այդ ժամանակ արդեն քրիստոնեությանը կպնում էր բոլշևիզմը
բոլշևիկները փակում էին բաները, մենաստանները, փակում էին եկեղեցիներ, մուսուլմաններին այդքան չէին կապնում։ Իսկ երբ որ Աթաթուրքը գցեց, խաբեց ռուսներին, երբ որ մուսուլմանական, ասենք, երկրներում հեղափոխությունը, մուսուլման բոլշևիստական, ասենք, մուսուլմանա բոլշևիստական հեղափոխությունը չտարածվեց, իրենք նաև սկսեցին մզգիթների, ոնց որ ասած, վրա քար գլորել, դրա մասին վկայում այն, որ մոտավորապես սովետական միության տարածքում քանդված եկեղեցիների եւ մուսուլմանական կառույցների հարաբերությունը 1:10 անգամ ավելի եկեղեցի, 10 անգամ քիչ մզգիթներ, բայց դա այն ժամանակվա ժողովրդավարական բանով դեմոգրաֆիայով էլ է բացատրվում եւ բնակավայրերի քանակով։ Այդ հիմա է լիքը ասենք տեղերում մուսուլմանությունը աճել եւ կրկնապատկվել է, տոկոսը նույնիսկ հնարավոր է եռապատկվել է ռուսական կայսրությունում, սովետ միությունում եւ այսօրվա Ռուսաստանի Դաշնությունում, դա տարբեր երկրներ չեն, դա նույն երկիրն է, բայց տարբեր չափսեր են ունեցել եւ տարբեր դեմոգրաֆիական, ասենք, իրավիճակներ են ունեցել։ Եվ հիմա այնտեղ մուսուլմանական մզգիթները շատացել են եւ այլն, բայց սովետի մասին եթե խոսում ենք, ուրեմն ինքը կրոնին կպավ, սկզբից ոնց որ ասեցի քրիստոնեության հետո մուսուլմանական նաև կառույցներին, երկար ժամանակ չէր կպնում Դալայ Լամայի հպատակներին, բուրյատներին եւ նոգայներին, որոնք ապրում են Աստրախանի եւ Կովկասի արանքում, բայց իրանց էլ կպան 30-ական թվականներին, փաստորեն նշանակում է, որ հələ հույս ունեին, որ բուդդիստները ինչ որ հեղափոխություն բան անեն իրանց տարածքներում, երբ որ այդ հույսն էլ կդրվավ, 10 թվականին, 1910 թվականին Սանխայյան, կարծեմ հեղափոխություն եղավ, չեմ հիշում հստակ անունը, ուրեմն այդ Չինաստանում, եւ Չինաստանը քանդվելով, իսկ Չինաստանը մենք գիտենք, երևի 90%-ով բուդդիստական երկիր է, կոնֆուցիանությունը իրանց կենցաղն է, բայց կրոնը բուդդիստականն է, եւ սովետը երբ որ արդեն հույսը կդրեց 30-ական թվականներին էլ օգտագործել բուդդիզմը, նոր սկսեց բուդդիստներին կպնել։ 25 թվին մոնղոլներին սովետականացրեց, էտել էլի, ասենք, այդ սաղ, այդ սերիայից էր, երբ որ հաջողությունները բուդդիստական տարածքում դադարեց, իրանց է կպավ։ Այ բանը, երբ որ Ադոլֆ Հիտլերը նացիստական Գերմանիան, ֆաշիստական Իտալիայի, խորցիստական Հունգարիայի հետ միասին հարձակվեցին սովետական միության վրա, 41 թվականի աշնանը հատուկ բան եղավ, ոնց են դրան ասում, օրենք ընդունվեց, թե ուկազ պրեզիդիումը, ասենց ինչ-որ օրենքին հավասար մի հատ որոշում եղավ, որ կրոնական կազմակերպություններին թույլ տան իրանց գործունեությունը եւ ներքին կարգով, ասենք, եղավ հրաման բանի Գեկաոյի Ստավկեն կարճ ասած, որը գլխավոր պատերազմող, կառավարող օրգանն էր սովետական միությունում, ամառվանից պատերազմը սկսելուց մոտ մի ամիս հետո որոշվեց, որ Ստավկեն ստեղծելը, կարծեմ հուլիսին 41 թվականին Ստավկայից գնաց հրաման, ուրեմն դադարել, հետապնդել եւ նաեւ խրախուսել խաչ կրողներին։ Ուղղակի խաչը պետք է համազգեստի վրա չերևա։ Միջև դա, եթե հայտնաբերում էին զինվորի վրա խաչը, ինքը կարար գուբախտում հայտնվեր, խաչը ձեռից խլում էին եւ այլն եւ այլն։ Հետո Մոսկվան, երբ որ արդեն վտանգված էր այն աստիճանի, որ 41 թվականի թե 42 թվականի, ուրեմն աշնանը արդեն Մոսկվայի մատույցներ, բաներ, չէ, 41 թվականի, հա։ Այդ ժամանակ սովետական միությունը ուրեմն ոչ թե թույլատրեց, այլ կարգադրեց եւ Մոսկվայի շուրջ իվերյան աստվածամոր պատկերով Մոսկվայի շուրջ ֆռացին, որտեվ դա համարվում էր Մոսկվայի պահապան պատկերներից մեկը եւ Գեորգի Պաբեդանոսից փաստորեն Սուրբ Գևորգի պատկերով էլ ասենք ֆռացին դեմից Իվերսկի Բոժի մատեր այդ իվերյան
աստվածամոր պատկերներ եթում եւ հետո նոր եթում էին մնացածը այդ թվում նաեւ Սուրբ Գևորգի պատկերով ֆռացին Մոսկվայի շուրջ ու շատ հավատացյալներ մտածում էին որ Մոսկվան գերմանացի նացիստականները չկարացան վերցնեն նաեւ դրա պատճառով որ Աստծո միջամտություն եղավ եւ ասեմ sense մի բան էլի կրոնին թույլ եթե վերաբերվեր բոլշևիզմը մտածեր որ ինքը թույլ բան է եւ այլն ինքը չէր ոչնչացնի ինքը իր մեջ տեսնում էր հակառակորդ կրոնական կառույցների գաղափարական եւ ժողովրդին ասող ժողովրդի մոտ մեծ քաշ ունեցող դրա պատճառով կրոնին կպտում էր բայց երբ որ анд ելանելի վիճակում էր հայտնվել 41 թվականի աշնանը ինքը դիմեց նաեւ հայրենասիրության եկեղեցականների եւ եկեղեցին իր գործն արեց հիշում ենք չէ ասենք Սասունցի Դավիթ տանկային շարասյունը որը ձևավորվել էր Էջմիածնի կողմից դրամահավաքի ասենք գումարներով որը Էջմիածինն էր կազմակերպել մեր մոտ կաթողիկոսությունը ասենք մի ուրիշ ձևի վերացված վիճակ էր Բերիայի շներով բաներով ասենք հետապնդող բայց պատերազմի ժամանակ եկեղեցուն հայ եկեղեցուն էլ Ստալինը կամ իր շները ասած կարելի ասել հասկացան որ եկեղեցու դեմ պետք չի պայքարել մոբիլիզացնել է պետք ուժերը այդ թվում նաև հավատքի հիմա այդ բանա հավատքի հետ կապված այդ երևի սահմանափակվենք սխալ էր ձախ ձեռի մեջ ասենք խաչը դնելու այդ ուղերձը հասկանալի է չէ որ Հայաստանի այդ 29000 այդ քառակուսին բան որ դրած էր խախտում էր այդ էլ հիմա մի կողմ դնենք փորձենք վերլուծենք մեզ ինչ ցույց տվեցին մեզ ցույց տվեցին կանանց շարասյունը կամ Կարոպկեն կամ քառակուսին որը նոր է ձևավորվել որպես բան քիչ թե շատ մասսայական մի քիչ անհեթեթ անուն են դրել բայց ես ժամանակավոր բանա ժամկետային բանա պարտադիր կամավոր sense ինչ որ դիսոնանս է առաջացնում իսկ իրանք ինչ զորամիավորման մասին իրանք տարբեր զորքերի մեջ են իրանք տարբեր զորքերից հավաքել են տարբեր ստորաբաժանումներից եւ զորամիավորումներից այդ Կարոպկեն ցույց տվեցին որպես իրանց բանը ներկա իշխող ուժի բան ձեռքբերում ընդունելի է որտեվ ես հոգնել եմ ասելով որ կինը պետքա ռազմական գործ ուսումնասիրի իրանցից ով ցանկանում է նաև ռազմական ստորաբաժանումներում ներգրավվելով բայց բոլորը անխտիր պետք է ռազմական գործ ունենան իմանան եւ այն ինչ որ իմ կարծիքով լավ է պետք է ասեմ լավ է դա է ուզում ասենք անձնակազմի հետ կապված բան է այն մնացած բաներին անձնակազմերին չանդրադառնամ նայել եք իմ վերաբերմունքն էլ ասենք միշտ չի որ դրական այսօր տոնորա ուրիշա բացասական բանա խոսամ ուրիշա չեզոք եւ ուրիշա գովա չեզոք գովալը անեմ բայց բացասական անգամ էլ չարժելի տոնորա նաև այդ բանի մասին որ խոսեցինք որ ուղերձ ընդհանրապես ասենք այդ հարցակվող տեխնիկան չցուցադրելու կարծիքներ կան լսել եմ կարդացել եմ համացանցում տարբեր աղբյուրներից որ սա ինչ որ չափով նաև հաշվետվողական բնույթ է կրում այս շքերթը այսինքն հաշվետվություն առայն որ այսքան ժամանակ որ խոսել են որոշները շատ պնդում էին որ այս տեսակի լավ սպառազինություն ենք ձեռք բերել որոշները որ կամ կեղծիք էին տարածում կամ կասկածներ էին տածում այդ պնդումների վրա այդ ամեն ինչը sense ասած ջրելու հա ու իրական պատկերը եթե անդրադառնանք ինչի պատճառով են պարադ ընդհանուր անցկացրել իմ վերաբերմունքը դե բացասական է մի քանի պատճառներով ես ստեղ ասել եմ քանի այնտեղ բանը պատանտներ ունենք քանի գերիներ ունենք թուրքերի մոտ ինչ պարադ քանի ծեծվածի պարադը որն է ասենք եթե դու վերականգնել ես քո ռեսուրսը իսկ եթե վերականգնել ես ոնց է չկա վերականգնված ասենք քո սուվերենությունը
որոշ Հայաստանի Հանրապետության հողերում։ Էլ չեմ ասում, բանա մեզ թուրքերը քյոլին, խափին, քցին, իսկ հնարավոր է թուրքը չի քյոլել, չի խափել, այլ մեզ քյոլին, խափին, ասենք իրանց հետ պայմանագիր կնքողները, որ ասին դելիմիտացիա, դեմարկացիա են անում։ Իրականում թուրքը վեկալում է այն, ինչ որ համարում է Իրանը, չվերադարձնելով այն, ինչ որ համարում է մերը։ Ես նկատի ունեմ Օդունդաղի դոշի, ասենք այդ 25%-ը, որը որ գերիշխում է նոյեմբերյանի եւ Իջևանի այն միացման հատվածում Բերքաբեր գյուղի հողերը մոտավորապես 100,000 հեկտար տարածություն, որը թույլ կտար, ասենք այդ դա մեզ վերադարձնելուց, որ թուրքը Օդունդաղ բարձունքը չօգտագործի որպես գերիշխող դիրք, որտեղ դրա 25%-ը քո ձեռն է լինելու։ То есть մեզ քյոլել են։ Դրան չեմ էլ ուզում անդրադառնամ, էլի, որտեվ քյոլում են, խափում են, հիմա թուրքն է խափել ու դոձիկ են, թե իրանք թուրքը իրանց չի խափել, իրանք են մեզ խափում, մենք ենք դոձիկ, որ մեզ sense հեշտ խափում են, հաճելի բան չի, արի քիչ թե շատ հաճելիից խոսանք, էլի։ Բանը արի խոսանք կոնկրետ ինչ զինամթերք են, զինտեխնիկաներ են ցույց տվել։ Հերթով չգնամ, էլի, գնամ այն պրիորիտետներով, որ ես տեսել եմ, իմ կարծիքով։ Հայ արտադրող այնտեղ բարձրաձայնեցին, ուրեմն հրապարակում լսվում էր հուսամ օրերից մի օր փառապանց անուններ, ասենք UAV Lab, Davaro, բանա Airworker, ոչ այդ հայ արտադրողներին, որոնք որ անօթաչու սարքեր, Arsenal, բանը ականանետային համակարգի, ասենք, արտադրողը, դա իհարկե շատ լավ է։ Առաջներում մինչև մոտավորապես 24 թիվը, այս 24 թիվը, ոչ թե 14, 16 եւ այլն, հայ արտադրողները ընդհանրապես պատվերներ ստանում էին այնքան, որ տնօրենը մեկ էլ ինժեները սովից չմեռնի։ Արեստավոր չեն կարող վերցնեին նորմալ, չեն կարող ասենք բան անեին, որտեղ պատվերները գալիս են այնքան, որ չգիտեմ, մնաց կիսագաստարբայտեր մարդկանց մի կերպ աշխատացնեն, մի կերպ ասենք ծեր թոշակառու մարդիկ թոշակի հետ զուգահեռ գան աշխատեն եւ յոլլա գնան։ Այնքան որ վարի չգնա։ Հիմա մենք տեսանք, որ ինչ որ քանակ զենքեր ձեռք է բերվել։ Համենայն դեպս շքերթում եթե ցույց ես տալի, ուրեմն դա պետք է նաև ունենաս, չէ՞, ենթադրվում է, որ պետք է ունենա։ Ես իհարկե որոշ թվերին տիրապետում եմ, բայց նախ բարոյական իրավունք չունեմ այդ թվերը բարձրաձայնելու։ Երկրորդը դա կարա դիտվի որպես գաղտնիք բացահայտել, ռազմական գաղտնիք, պետական գաղտնիք չկա թե, դա ռազմական գաղտնիք է, որը որ իմ համար շատ կարևոր է, հատկապես որ ասենք դա իրականում պիտի գաղտնիք լինի, ոչ թե կապիկությունները, որ դիրքերում նկարվելը գաղտնիք են համարում, հետո լրա բանը TikToker-ներ են ընդ նկարվում, ու դա արդեն գաղտնիք չի, էլի, ասենք դրա հետ չեմ։ Գաղտնիքը ինչ քանակներ, որտեղ են տեղադրված, հնդկական այդ բաները, երբ որ հնդկական զենքերը, որոնք որ Հայաստանը ձեռք բերեց Հնդկաստանից եւ միանգամից հնդկական, ասենք, երևի բիզնես նպատակներ եւ քաղաքական դիվիդենդներ հետապնդելով բարձրաձայնեցին հնդկական, ասենք, բաներ եղավ, inside եղավ, չէ՞, լրատվամիջոցներին հնդկական, ինչքանով է դա ճիշտ, սխալ, դա ուրիշ հարց է, բայց հնդկացիք, երբ որ դա բարձրաձայնեցին, ինքը արդեն, եթե այդ թվերը կրկնում ես, բաց համացանցում տված թվեր է, էլի, ասենք, դու գաղտնիք չես բացում, եթե ճշտում անես, դա արդեն գաղտնիք է, բայց ձեզ մի բան ասեմ, կոնտրակտները, որը որ հրապարակել էր հնդիկը, որ հնդկացիները հրապարակել էին, որ կատարողական է այսքանը, ինքը ընկնում էր նաև այն տարեթվերի վրա, որը որ արդեն հիմա մենք չենք կարա այդ բանը կոնտրակտի կատարմանը այտենց լիաթոք ոնց որ ասած ուրախանանք, որովհետև կա լոգիստիկ լուրջ խնդիր, որը որ հաղթահարել գրեթե անհնար է։
Ամերիկա եւ Իսրայելի ագրեսիվ գործողությունները Իրանի նկատմամբ կարելի է ինչ-որտեղ անվանել Ամերիկա-իրանական պատերազմ եւ մեր Հնդկաստանից բերվող զենքերը պիտի գար կամ Բանդար Աբաս կամ գար ասենք Շատել Արաբի ասենք այդ բանը գետի կողմերը եւ այնտեղից արդեն ուղևորվեր դեպի Հայաստան դա հնարավոր չի Պարսից ծոցով հնարավոր չի խուսիտները չի բացառվում խոցեն եթե կարմիր ծովով տանես նավերը որոնք որ ռազմական ռուզեր են տանում Սոմալի պիրատների Սոմալին մենք գիտենք չէ որ ասենք Բապել Մանդեպում են մի քիչ խուժանություն անում բայց իրանց այնտեղից բրթել խուսիտները հանել են ու իրանք Աֆրիկայի արևելյան այդ հյուսիս արևելյան ափերի մոտ փաստորեն այնտեղ էլ պիրատների ձեռը կարան գնան ոնց որ ժամանակին Ուկրաինան բանա հսկայական քանակ զենքեր նավի վրա բարձել տանում էր ծախելու այն դեպքում որ ինքը պատերազմի մեջ գտնվում էր եւ այդ տեխնիկայի կարիքը երևի մի 2 տարի հետո մի ուրիշ ձևի ինքը ունեցավ էլի ասենք то есть ամեն ինչ չի փողով էլի մեկ պետք է հիմար չլինես բանա պիրատների ձեռներ ընկել եւ բանա այդ զենքի քանակի համար հսկայական կաշառք են տվել որ այդ ծովահենները բաց թողեն այդ բան փաստորեն մենք այդ զենքը շատ հնարավոր է երկար ժամանակ չտեսնենք զենքի գնման բանը կոնտրակտի ավարտները պայմանագրի ավարտը երևի երկար ժամանակ չտեսնենք ինչ որ խմբականակ ավարտելը նշանակում է այդ վերջի խմբականակն էլ գա նոր ավարտվի չէ ասենք փաստորեն ինչ որ խմբականակ դեռ Հայաստան չի եկել ես ենթադրում եմ որ բաց աղբյուրներից միայն այն inside ինֆորմացիան ոնց որ ասած որ ունեմ դա հաշվի չառնենք ես ենթադրում եմ որ մենք ման ենք գալի ինչ որ ճանապարհներ ոնց դա բերենք բայց հաշվի առնելով որ Հնդկաստանը հնարավոր է միայն բանով օվկիանոսային նավով ուղիղ Հնդկաստանից դեպի բան տանելը դեպի Մադագասկար գնալը եւ Աֆրիկան շրջանցելը որ պիրատների դրբի տակ չեն գնես Սոմալի կամ խուսիտների կամ Ամերիկա-իրանական պատերազմի տակ չեն գնես դա բավականին բարդ բան է որտեվ օվկիանոս կադրող նավերի բեռնատարողությունը շատ մեծ է մենք այդ քանակի զենքեր չենք առնում Բոսֆոր դարդանելով պետք է անցնի հետո դա պարտադիր չի ինքը Հիբրալտարով կարա անցնի մեկ է գա թուրքերի բանը մոտ խոսքի օրինակ ու Իրանի տերորիստների հետ լեզու գտնենք էլի գանք ասենք Սիրիայով, Իրաքով գանք մտնենք կարճ ասած sense ինչ-որ խուճուճ լոգիստիկ բաներ պետք է բանանեն կամ գնան Լամանշով, Ռուսաստանով, բանով ոչ մի ձևով չեմ կարող պատկերացնել միակ ճանապարհը Տայվանի վրա թքած ունենալով Տայվանի խնդիրը որ բարթանում է եւ Ճապոնիայի եւ Կորեայի հարավային Չինաստանի բաները բարթանում է ասենց գնալ նախալնի ոնց որ ասած անտեսելով Ճապոնիայի եւ այդ բանը Չինաստանի լարվածությունը գալ հասնել Ռուսաստան եւ Ռուսաստանով բերել միջև Ղազախստան Ղազախստանից երկաթ գծով բանով ասենց հետո ծովով շատ խուճուճ բան է կարճ ասած այդ կոնտրակտը երկար ժամանակ չի ավարտվելու շատ խուճուճ է ասես ոնց նայում ես խուճուճ է ինքը չգիտեմ դիեզերանավի գին կդառնա եթե մենք դա սկսենք օթանավերով բերել Ռուսաստանը կարար իրան թույլ տար օթանավերով որոշ զենքի տեսակներ բերել են որ 20 թվականի աշնանը եւ ձմռանը ասենք բերվեց ինքը բերում էր օթանավերով որտեվ իր ռազմական օթանավերը օգտվում էին իր սարքած բաներով վառելիքով որը փող չի հաշվվում Երևակայի ասենք կարճ ասած դորդուբես չէ ինքնաթիռներով պետքա բերեն ինչ որ կրիտիկական ռազմավարական նշանակություն ունի կամ էլ մեծ քանակությամբ հնարավորություն կունենաս բերել բոլորը կրիտիկական է դա ջան բոլորը կրիտիկական է որովհետեւ պաշտպանողական մարտը թվում է թե ավելի քիչ ծախս է ուզում իրականում ավելի շատ ծախս է ուզում որովհետև հարձակվողականը դու ես որոշում որտեղ խփես ինչ ուժերով պաշտպանվելը դու պետք է ամեն տեղ ուժեղը լինես ոչ թե ինչ որ կետում 3
անգամ 3 միավոր ուժեղ լնես։ Այնպես մարտը երևի շատ պլանավորումա հարցակող։ Մի միավոր ուժեղ լնես ամեն տեղ, եթե պաշտպանական ես։ Իսկ եթե դու հարցակվող ես, դու կարաս նոսրացնես 0-1-0-1 քո պաշտպանական համակարգը, բռունց ձևավորես տենց մի 3-ից 6 տեղ ոնց որ ասած թալանելով քո ուժերը եւ հարվածես մտնես ներս։ Կարճ ասած, պաշտպանվելը ավելի թանկ է եւ պաշտպանվելու մեր ունակությունը դե գիտենք Սամվել Բաբայանի հրապարակած 23 թվականին Արտիլերիայի մեր կորուստը մինչև 150 միավոր է միջին եւ մեծ դրամաչափի, ասենք, հրետանու 150 միավոր։ Մենք այդքան Հնդկաստանից չենք առնում։ Փաստորեն անգամ 2-3 հատի հələ որ չգալը մեր վրա շատ թանկ է նստում։ То есть եթե մենք պայմանական 150-ի փոխարեն 75 հատ ենք առնում Արցախի կորուստը հաշվի առնելով 20 թվականի կորուստները չհաշվենք։ Ուղղակի Արցախը այնտեղ այդքան ուներ եւ ինքը մեր համար պաշտպանական վահան լինելով այդ դա մեր ընդհանուր հայկական ոնց որ ասած զենքի ֆոնդն էր։ Եվ 150 հրետանային համակարգ 23 թվականին կորցնելով, եթե հիմա 75 են գնում ֆրանսիացիներից եւ բանից, ասենք հնդկացիներից եւ Իրանից հնարավոր է նման կարծիքներ էլ կա, այդ 75-ից 5-ի չգալը մեր համար, ասենք, կարադառնա կրիտիկական։ Մեր համար կրիտիկական կարադառնա այդ ինչ որ տեսակի 12 հատ կամ 6 հատ հրապարակում գտնվելը։ Որտեղ մենք այնքան մեծ ծակ ենք բացել, թույլ ենք տվել Արցախը վերանա ու արդյունքում չանդրադառնա մեր ավանակ, չկա ռազմավարական խորություն, եթե ժամանակին գոնե մի չանդրադառնա մեր ավանակ, то есть էշ պահվածքին ու խոսույթներին, ասենք դրա հետ կապված ուղղակի, ասենք որ նայում ենք ինչ ծակ ենք բացել, որով թուրքը կարա ներխուժի Արցախի վերանալու պայմաններում, մեր համար կրիտիկական է ցանկացած թնդանոթի կամ ասենք հրթիռային համակարգի ռազմական հերթապահությանը կամ ասենք տեխնիկական բանը թարմացմանը այս պահին մասնակցել անգամ 2-3 որով էդի մի 50 կամ 150 կիլոմետր հեռվածնելը դա շատ կարա կրիտիկական դառնա։ Հնարավոր է կա ինչ-որ պայմանավորվածություն թուրքերի հետ, որ մենք ընդհանրապես պարոդ ենք անում չխփեք հանգարց, այ ոնց որ Պուտինը պայմանավորվեց Զելենսկու հետ, էլի, ասենք, որ չխփես թե չէ մերը թերդ, բայց Պուտինը 4 անգամ թե 5 անգամ ավել ռեսուրս ունեցող երկրի ղեկավարն է ու Ուկրաինայի վրա, ասենք, սպառնացող մատթափ տվող բան արեց, ասես կխփեմ Կիևի մեջտեղը, եթե հրապարակին կարմիր հրապարակին վերջում մեզ այո, չի բացառվում, որ փորձեր ա եղել, ասենք, մայիսի 9-ին ինչ-որ բան անելու, մենք չենք կարա նման սպառնալիք հնչեցնենք ու մենք լրիվ խնդրելու բաների վրա ենք, ես չգիտեմ, արժեր այդ հրետանային համակարգերը բանից, ռազմական բանից հանել, եթե բան չսկսվի մոտ 2-3 օրվա մեջ, պետք է ասենք փառք քեզ Աստված մի հատ խաչակնքվենք, որտեղ մարդական հերթապահությունում ապրիորի ենթադրվում է, որ մեր գենշտաբը գիտի ինչ է անում եւ իրենց տարբեր մարտական հերթապահության, ասենք, կետերում է դնում ու հիմա որ ինչ որ զրահատեխնիկա ամբողջությամբ 150 հրետանու կորուստը, ասենք, չենք վերականգնել ու մի հատ, 2 հատ, 5 հատ, 6 հատ կամ 12 հատ բացակայելը մարտական հերթապահությունից քաղաքական ներքին ինչ որ բաներ հետապնդելով, էլ չասեմ ինչ հետապնդելով, էլի քաղաքական ներքին ինչ որ բանից ելնելով, դա մեծագույն սխալ է, իսկ հնարավոր է դառնա հանցանք, եթե մոտակա օրերը այդ խաչակնքվելու, ասենց հոգոց հանելով խաչակնքվելու հնարավորություն չունենանք, որ անցավ այս օրերը, դա նշանակում է բախներս բերեց, էլի թուրքը այնքան էլ պատրաստ չի այդ բանը անելուն, փառք Աստծո, էլի ոնց որ ասած բանը անօթաչուների հետ կապված եւ զրահատեխնիկայի հետ կապված ինձ դուր չեկավ մի բան, ճիշտն ասած, բայց դա հնարավոր է կոնտրակտների մեջ ընդգրկված է։ Սաղ աշխարհը ակայ է ասում։ Սաղ աշխարհը ասում է պատան տանկին կամ Ցեզար
բանը թնդանոթին, կամ դանայ ասում, որը հապավում է, կամ դատայ ասում, որը հապավում է տանկային համակարգերին։ Անվանափոխման մասին։ Մենք անվանափոխում ենք արել, դա եթե դու ես սպորկեն անում, եթե դու ես արտադրում, իսկ մենք գիտենք, որ դա դեռը տենց չի, հնարավոր է տենց դառնա, բայց դեռը տենց չի, անգամ Չինաստանը, որ ամեն ինչը ատ կիտայոզիտ էր անում, ցած վեկալում կիտայացնում էր ու սկզբից վատ որակի հետո լավ որակի մեծ մասի իրենց տեխնիկայի տենց է։ Ինքը անունը դնում էր տիպ 80, բայց ինքը իր մոտ էտի արտադրում էր, ոչ թե գնում էր Հնդկաստանից կամ հնարավոր է Իրանից կամ Ֆրանսիայից ու դրանց վրա դնել հայկական անուն, եթե կոնտրակտի մեջ նշված չի, իսկ զենքը այնքան խուճուշ պատմություններով է գնվում, ասենք կոնտրակտի մեջ դու կարող ես կարծում եմ այն բանը, ասես էկզոտիկ ինչ-որ տեղ սեքսի գույները որ ներկած էր, ասես սեքսի, դա նաև կոնտրակտից է, որովհետև կարող է կոնտրակտի մեջ գրած լինի, որ դու ուրիշ գույն փչելու իրավունք չունես, չի բացառվում, որ գործարանը պայմանադրել, որովհետև դա իր գույներն է կամ երկիրը պայմանադրել է իր գույներն է, չի բացառում, ես չգիտեմ կոնկրետ ես այդ կոնտրակտները չեմ տեսել, այն ինսայդները, որը յանիմ կոնտրակտն են ցույց են տալի, այնքան էլ հավատաց չի գալի։ Կարճ ասած, բանա այնքան էլ բան չի էլի, այնպես ատկիտայոզիտ ենք անում առանց արտադրություն անելու, то есть Չինաստանի են ֆալշ 80-ական թվականների ջինսի մակարդակի էլ չկանք, էլի, յանվաղ իրենք 80 թվերին Levi Strauss ջինս էին կարում, իրանք էին կարում, ու հետո անունները փոխին նույնը Avis ջինսը հնդկական ինքը երբ որ բանը սկզբից արտադրում էր հենց ֆալշոտ էր 70 թվերին հնդկական բանը էլի Չինաստանի պես ֆալշ էր անում, վրան Levi's էր գրում, բայց հետո դարձրեց բանը Avis հնդկական բրենդ դառավ, եթե դա ենք անում, հա դե ոչինչ, բայց համոզված չեմ որ դա ենք անում։ Կարճ ասած, բանը, ասես մի հատ հոգեբանական բան իմ վրա դրական ազդել է, բայց որ նայում եմ որպես ռազմական գործին ծանոթ մի քիչ, շատ քիչ ծանոթ մարդ, որը որ գումար տակով 20 թվականին մարտնչել է այդ բարձր տեխնոլոգիաներով, ասենք զինված թուրքական զորքի դեմ, ինքը ավելի շատ ոգևորիչ դեր պետք է խաղա, ու ինքը տենց արխայնություն իմ մեջ չմցրեց, էլի, որ եթե էլի ոնց որ ասած կիլդիմը սկսի, թուրքական բառ եմ օգտագործում, բայց այդ մուլտիկը երևի միակ բանն է, որ հայկական սերիալներից նայում եմ։ Ուրեմն այդ կիլդիմը եթե սկսի, դա մի քիչ բանա լավ չի էլի թանգանստելու բրեկներս, որ մենք պատրաստվում ենք նույնիսկ 20 թվականի իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ոչ թե 20 թվականի անգամ մարտերին կամ 22 թվականի ջերմուկի գործողություններին կամ կապանի ասենք մեր թաթիկները բարձրացնելուն, այլ բանա կամ 23 թվական, ու կարճ ասած տհաճ բաներ եմ ասում իմ համար, որ չասեմ բոլա քեզ գովաս, ես երբ որ ինձ գովում եմ, ճիշտ բաներն եմ խոսում, ձեզ հաճելի չի գնացեք ուրիշ հաղորդումներ նայեք, բանա, ես ռազմական գործի հետ ընդհանրապես երբեք սուտ չեմ խոսում, եւ ասում եմ այն ինչ որ կարծում եմ օգտակար է մեր ժողովրդին իմանալ, կարճ ասած 16 թվականի պատրաստություն եմ տեսնում, դա այնքան էլ հաճելի բան չի, դա ինձ արխայնություն չի տալի, մի կողմից լավ է, կետամ ասենք լարված ոմայում կզբաղվեմ, կփորձեմ ավելի լավ պարապացնել ժողովրդին, որ մեր ձեռքբերումների պակասը փակենք մարմնի պարապացությունով։ Լավ, շնորհակալ եմ պարոն Վարդանով զրույցի համար, մենք որոշակի չափով երևի ավելի պարզություն մտցրեցինք այն ամեն ինչ մեջ ինչ տեղի է ունենում, ինչ ցուցադրվում է, բայց մեր եթերաժամանակը դեռ ինձ թվում է քննարկելու շատ բան կա, բայց եթերաժամանակը ցավոք ավարտին է մոտենում, նորից եւս մեկ անգամ շնորհակալ եմ զրույցի համար, շնորհակալություն հայտնենք նաեւ մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին ուշադրության համար, դուք դիտում եւ լսում եք Գործը Արալիքը, եթերում էր հետախույզի օրագիրը հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատեց Դավիթ Կապրելյանը, առաջին խոսափողի մոտ էր հաղորդման հեղինակ Վովա Վարդանովը։ Ստեսություն։